Բարև ձեզ, Ամեկուլիսի եթերում հարցազրույցն է եւ այսօր մեր տաղավարում է քաղաքացիական պայմանագիր խմբակցության նախկին падգամավոր տնտեսական մեկնաբան եւ մեր նախկին գործընկեր Հայկ Գևորգյանը։ Բարև ձեզ։ Թեև լրագրողների դեպքում, մեր նախկին գործընկերների դեպքում նախկին չի լինում եւ լրագրողները միշտ պահում են իրենց լրագրողական բնավորությունը, ինչը տարբերում է նրանց, այսպես ասած։ Եվ այսպես, որպես տնտեսական մեկնաբան, պարոն Գևորգյան, ինչպես է գնահատում մեր տնտեսության ընդհանուր վիճակը։ Մեր տնտեսության ընդհանուր վիճակը ես կգնահատեի բարվոք, բավական լավ, ու ոչ միայն քանակական, այլ նաև որակական առումով, բոլոր ճյուղերի այսպես ներդաշնակ զարգացումով, այստեղ պետք է անպայման նշեմ, որ խոսքը ոչ միայն աճի, այլ զարգացման մասին եմ խոսում, բացառություն կարող է կազմել միայն վերջին շրջանում գյուղատնտեսության հետ կատարվողը, որը լուծելի խնդիր է։ Տեսեք, շատ մանրամասն գյուղատնտեսությանը անդրադառնանք, իհարկե, հատկապես որ դուք հիմա գյուղ ոլորտում եք աշխատում, այո, ինտենսիվ այգիներ, եթե չեմ սխալվում։ Այ դուք օրինակ ձեր աճեցրած խնձորը որտեղ եք արտահանում մինչև հիմա։ Մեր աճեցրած խնձորը դեռ չի հասել եւ բերքահավաքը դեռ չի եղել։ Չի երբեք չի եղել։ Անցած տարիներին եղել է։ Ուր եք արտահանել։ Տարբեր երկրներ։ Օրինակ։ Ես լիազորված չեմ ուղղակի։ Ռուսաստան։ Այո, Ռուսաստան էլ կա իհարկե։ Որքան տոկոսներ Ռուսաստանում։ Ես ելեմ ասում, ես լիազորված չեմ մասնավոր ընկերությունում, ես վարձու աշխատող եմ, ես լիազորված չեմ տվյալներ հրապարակել, միգուցե լիազորեն հրապարակեմ, բայց գալի մասը իհարկե Ռուսաստան է գնում եւ տարբեր այլ ուղղություններով, ու պետք է այստեղ հասկանալ ընդհանուր տնտեսական էլ չեմ ասում մեր այգու հետ կապված, խնձոր աճեցնողն ուրիշ է, արտահանողն ուրիշ է։ Դրանք տարբեր բաներ են։ Մենք անձամբ չենք արտահանում, մենք արտադրում ենք։ Այսպես կարող է։ Մեր խնձորը ինչ որ մեկը գալիս արտահանում է, ինչ որ մեկը չէ, բազմաթիվ։ Գնում է ձեզանից եւ այո, գնում են եւ արտահանում են, այո։ Եվ ձեր կարծիքով այս տարի դուք կարողանաք Ռուսաստան արտահանել։ Չեմ կարծում, որ հենց Ռուսաստան արտահանվի, բայց որոշակի արտահանումներ կարծում եմ կունենանք այդ ուղղությամբ։ Այդ ուղղությամբ մենք այլ ընկերություններ, այո։ Չէ, Ռուսաստան չեմ կարծում, որ կարողանանք, բայց ոչ միայն մեր, այլ նաև շատ այլ ընկերություններ հիմա ինտենսիվ աշխատում են նոր շուկաներ գտնելու, պայմանավորվածություններ ձեռք բերելու ուղղությամբ, ու կարող եմ ասել, որ որոշակիորեն հաջողություններ արդեն կան։ Հաջողություններին կանադառնանք, իսկ ինչի՞ չեք կարծում, որ այս անգամ այս տարի էլ Ռուսաստան կարտահանենք, որովհետև ձեր աճեցրած խնձորի մեջ նույնպես վտանգավոր նյութեր կան, որոնք Ռոսխոզնադզոր այդ բարդ անվանումով ընկերությունը կարող է հայտնաբերել։ Ես չգիտեմ, զգում եմ ձեր հարցի մեջ սարկազմը, իհարկե։ Ամեն դեպքում դայրականություն է։ Քչերն են հավատում, որ դա կապված է կոնկրետ որակի, այստեղ պետք է անպայման ընդգծեմ, որ այո, Հայաստանում կան արտադրողներ, որոնք որակին ուշադրություն չեն դարձնում, եւ դա ուղղակի առիթ է, բայց պատճառ չի, բայց այն գյուղատնտեսական հզորությունները, որ ստեղծվել են Հայաստանում վերջին շրջանում, խոսքս ինտենսիվ արդյունաբերական այգիների եւ ջերմոցների մասին է, նրանց բերքը մշակվում է եվրոպական ստանդարտներով, որտեղ հիմնականում մենք աշխատում ենք հենց եվրոպական արտադրողների հետ, տնկիների արտադրողների հետ, այգիների նախագծողների հետ, այսինքն մենք սերտ համագործակցում ենք հենց եվրոպացիների հետ։ Պարոն Գևորգյան, իսկ այն ընկերությունը, ով որ ձեզանից գնում էր եւ արտահանում էր նաեւ Ռուսաստան, կամովին է հրաժարվել դեպի Ռուսաստան արտահանելուց ռուսական այդ ուղղությունից, որպեսզի խնդիրներ չունենա, թե ինչ։ Չեմ կարծում, ուղղակի որ դուք ասում եք դժվար թե Ռուսաստան արտահանեք։ Հա։ Թե իսկապես կարող է եւ այդ վտանգավոր նյութերը կան։ Խնդիրն այն է, որ ոչ ոք Ռուսաստանում չի նայում այդ վտանգավոր նյութերը կան թե չկան։ Իրենց պաշտոնյաներից էլ պաշտոնյա հայտարարություններից էլ ակնհայտ է, որ այստեղ զուտ քաղաքական պատճառներ։ Վերջի շրջանում ոչ մի պաշտոնյա չի ասել, որ հայկական, չգիտեմ, ծիրանի մեջ կոկորդիլոս կա, դրա համար մենք չենք թույլ տալիս, որ Ռուսաստան մտնի։ Ասում են, որ Հայաստանը պիտի ընտրություն կատարի Եվրոպայի եւ
Ռուսաստանի միջև։ Լավ, ինչեւ մեր այդ ընտրությունը, իսկ տեսեք, դա միայն մրգային բանջարեղենին չի վերաբերում, գյուղատնտեսական գրեթե բոլոր արտադրանքներին, ջուր, կաթնամթերք, ձկնամթերք եւ այլն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անցած շաբաթ կառավարության նիստի ժամանակ մի հետաքրքիր հայտարարություն արեց, որ ինքը տեղական աճեցրած արհեստական ձուկ չի ուտում, որովհետև նրանց մեջ ըստ երևույթին վտանգավոր հավելումներ կան, յուղն է շատ, այսպես ասած իր խոսքերով։ Ինչու 8 տարի անց մենք նման գյուղմթերք ենք արտահանում, որ ոչ միայն Ռուսաստանը չի ընդունում, կարող է պատճառ բերել, այլ նաև վարչապետը չի ուտում։ Նայեք, որակի խնդիրը իրոք լուրջ է Հայաստանի համար, այդ ոչ միայն արտահանման համար, այլ նաև մեր ներքին սպառման համար։ Այո։ Հայաստանում իրոք օգտագործել են, գուցե ինչ որտեղ հիմա էլ օգտագործում են վտանգավոր նյութեր, որոնք նախկինում թույլատրված էին, հիմա այլևս թույլատրված չեն։ Ես լսում եմ վարչապետի ձեզանից բոլորից, որ այս 8 տարիներին որ չպետք է այդպես լինի։ Ես հիշում եմ նաև կոնյակի դեպքը, երբ որ 1-2 տարվա իշխանություն եք դուք, երբ որ վարչապետը գնաց Արարատ Պռնորիկարի այդ մեր կոնյակի գործարանի մթերմակայան եւ ասաց, որ չպետք է սպիրտով կոնյակ արտադրվի այլևս, բայց այն մինչեւ հիմա շարունակվում է։ Մենք չկարողացանք անել դա, չուզեցինք, ինչի՞ չի չարեցինք։ Արտադրողներ կան, որոնք սրբորեն պահպանում են այդ կանոնը եւ ցորենի սպիրտը չեն օգտագործում։ Բայց կան որ օգտագործում են։ Կան որ օգտագործում են։ Ինչի՞ չձևափոխեցինք, որ մենք հիմա գյուղատնտեսական լուրջ խնդիր։ Եթե կոնկրետ խոսում եք կոնյակի մասին, ցորենի սպիրտը շատ էժան է ու գործնականում վերահսկել, որ խաղողի սպիրտի փոխարեն ցորենի սպիրտ չօգտագործեն շատ դժվար է, այդտեղ, չգիտեմ, օպերատիվ հետախուզական աշխատանքներ պիտի իրականացվեն, ինքը արտադրողը պիտի իմանա, որ չի կարելի նման բան անել, ուղղակի չի կարելի։ Այստեղ ասում եմ նոր սերնդի գործարարներ, ես չեմ վախենում այդ բառը ասել, որտեղ հիմա Հայաստանում կան նոր սերնդի գործարարներ, որոնք միջև իրենց նույնիսկ գյուղատնտեսության ոլորտում իրենց գործունեությունը սկսելուց առաջ մի 2 տարի միայն ուսումնասիրում են դրա միջազգային փորձը, տեխնիկական հարցերը, հասկանալի, բայց դա մեր գյուղմթերքի արտադրության որքան տոկոսն է կազմում այդ նոր սերնդի, մաքուր, որակյալ։ Բավականին մեծ, որովհետև արտահանողները, ես չեմ կարող այս բանին ասել, ես չունեմ այդ վիճակագրությունը, դժվար որևէ մեկը հստակ իմանա։ Օրինակ ես կամ միգուցե նաև դուք միգուցե ավելի պրոֆեսիոնալ եք եւ գիտեք ինչպես ընտրել, որ ճիշտ գյուղմթերք։ Չէ, դա լաբորատոր։ Այո, ամեն անգամ չեք տանի եւ որևէ անգամ։ Հիշում եք, չէ, Ռուսաստանի երջանկայի շատ տակ падգամավորներից գործիչներից մեկը Ժիրինովսկին, որ ինչ որ մի սարք առած շուկաներով պատտվում էր եւ որ մթերքի մեջ այդ սարքը մտցնում էր, կարմրում էր, այսինքն թունավոր նյութեր կան։ Մենք ինչպես իմանանք, դուք ասում եք կան ընկերություններ, որոնք շատ լուրջ աշխատում են, բայց մենք ուտում ենք, վարչապետը ուտում է, դուք ուտում եք վտանգավոր մթերք։ Չէ, ես գիտեմ, որ արտադրողի արտադրած լոլիկը ուտեմ, որինը չուտեմ։ Այստեղ նայեք, մի քիչ երկար ժամանակ է պետք ուղղակի բացատրելու համար, հա, օրինակ մեզ շատերի մոտ կա այսպես համոզմունք, որ հողի պամիդորը ավելի լավն է, քան ջերմոցի պամիդորը։ Համով գուցե, այո, համով գուցե, չէ, ջերմոցներում էլ են արտադրվում շատ համեր, ոչ թե դրանք այդպես չի, որ շատ թունավոր են, այսպես որ ուտենք ու մեր վերջը կգա, ուղղակի տենց տարիների ընթացքում անընդհատ նույն բանը օգտագործելը ոչ միայն քաղցկեղ, հազար մի խնդիրներ առաջացնում առողջական, բայց օրինակ ժամանակակից լավ ջերմոցներում արտադրված լոլիկը չի կարող վատը լինել, որտեղ այնտեղ պայքարի բույսերի պաշտպանության լրիվ նոր սխեմաներ են օգտագործում ու իրենք չեն որոշում, որ կգան, ասենք, բորդոսյան հեղուկով լոլիկները կմշակեն, չի կարելի, դա բղինձ կա, որ ու ծանր մետաղ է, դա իր ժամանակն ունի օգտագործելու, ժամանակ ունի, որ չի կարելի այլևս օգտագործել բույսի հասունացման հետ կապված, շատ երկար կտևի, էլի։ Լավ, 8 տարի չստացվեց, օրգանիկ այդպես։ Ես նորից եմ ասում։ Չէ, օրգանիկը դեռ ուրիշ, դա ուրիշ լեվել է, եկեք դրան չեմ վերադառնանք,
Ոչ, Հայաստանում հաջողվեց, Հայաստանում շատ լավ ստացվեց, ինտենսիվ այգիների բացարձակ մեծամասնությունը օգտվում է միայն այն բույսերի պաշտպանության, բույսերի բուժման, բերքի մեծացման, միայն այն սխեմաներով, որը ընդունված է Եվրոպայում եւ Եվրոպան դա ընդունում է։ Հին արտադրողների մեջ կան արտադրողներ, որոնք դեռ պապենական այսպես գալիս են, հա։ Այնպես որ ասում եք, չի ստացվել, ոչ, ստացվել է։ Ես նորից եմ ասում, մեր բերքը Ռուսաստան արտահանելու հետ կապված խնդիրները ծագել են զուտ քաղաքական պատճառներով։ Ես չեմ բացառում, որ Ռուսաստան արտահանվող մթերքների մեջ կարող են լինել, իհարկե կարող են լինել, բայց Հայաստանում ձևավորվել է արդեն գյուղատնտեսական այն համայնքը, որը մերժում է այդ վտանգավոր նյութերի առկայությունը։ Այդ վտանգավոր նյութերով մենք սնվել ենք տասնամյակներ շարունակ։ Եվրոպան գիտի հատկապես, որ մեր միգրանտները հիմնականում ծանր հիվանդությունների պատճառով արտագաղթում են Եվրոպա, այնտեղ բուժում ստանալու համար, հիմա նույնպես կա որոշակի դանդաղել է, բայց կա որոշակի տենդենս, բայց նա գիտի, որ դա արդյունք է նաև ոչ որակյալ կամ թունավոր գյուղմթերք ունենալու եւ այդ պատճառով էլ մեր մթերքը չի ընդունում։ Եթե ժամը, չէ, տենց չի որ մեր մթերքը չի ընդունում։ Մեծ հաշվով։ Չէ, մեծ հաշվով չի, դա նաև փաստաթղթային լուծումներ ունի, այդ սերտիֆիկատներ պիտի հանվեն դրա համար, բայց որ հիմա Եվրոպա գնացող բերքը, եթե լաբորատորիայում ստուգեք, դա լրիվ նորմալ ապրանք է, դա խնդիր չի կարող ծագել։ Կարող եք ասել, որ եթե ժամանակ ու հավես ունեք, կասեմ մեզ մոտ ինչի, օրինակ դեղ կար, կհիշեք, ժամանակին համարվում էր ամենա այսպես հրաշք դեղը, դրանով սրսկում էին գյուղատնտեսական բերքը, ոչ մի հիվանդություն չէր լինում ու դա համարվեց, որ դա փրկություն է գյուղատնտեսության համար։ Տարիներ հետո նոր հայտնաբերվեց, որ դետեն քաղցկեղածին է, բայց Հայաստանը իր մեր այն ժամանակվա մասշտաբներով ասենք գործարարները, հա, իհարկե սոցիալիստական երկրում գործարարներ չկային, բայց կարողացանք ոտաները ավելի մեծ ստանալ այդ բուժանյութի ստացման վերաբերյալ ու Հայաստանում շատ ավելի շատ օգտագործվեց դետեկ, քան Խորհրդային Միության այլ երկրներում։ Դրա համար Հայաստանում ենթադրվում է, որ հիվանդությունների մակարդակը բարձր է նաև դրա պատճառով, որովհետև այդ քաղցկեղի բարձր աստիճանը հիմա չի, որ մենք արձանագրում ենք Հայաստանում, նախկինում էլ շատ բարձր է։ Հիմա էլ օգտագործում այդ դետեն։ Ոչ, բացառված է։ Դա բացառված է, քրեական պատասխանատվություն առաջացնում, այդ դեղից ուղղակի չի արտադրվում։ Ինչքան ժամանակ է որ բացառված է։ Կարծում եմ մի 20 տարի արդեն չի օգտագործվում։ Ենթադրում եմ ժամկետ կա ո սխալում, բայց շատ վաղուց արդեն երբ որ հայտնաբերվեց որ դա բանը ամբողջ աշխարհում դա արգելվեց։ Մենք եթե 10 բալանի համակարգով գնահատենք մեր այդ արդյունաբերականությունը, հա, ինտենսիվ այգիների որակյալ գյուղմթերք ունենալու, որը հարիր է արաբական ձեր ասած այդ բարձր որակյալ սպառողի համար, մենք այս 10 բալանը ցանդղակի որ աշճանի վրա ենք հիմա կանգնած։ 10 Հավատացեք, որ 10 այն նոր ստեղծված այգիներով, նոր ստեղծված մոծները, չէ, ընդհանուր գյուղատնտեսությունը պիտի շատ լուրջ տրանսֆորմացիա լինի։ Հայաստանում գյուղատնտեսական նշանակության հողը չի դիտարկվում որպես մթերք արտադրող հաստոց, ինչպիսին ինքը պիտի լինի։ Հիմա գյուղատնտեսական հողերի մոտապես պաշտոնապես ասում եմ մոտ կեսը, բայց իմ կարծիքով ավելի շատը ընդհանրապես չի մշակվում, որտեղ գյուղացին այդ հողը պահում է ոչ թե մշակելու համար, այլ չէ, այլ լավ գնով վաճառելու։ Հիմա գյուղատնտեսական հողերը մեզ մոտ, ասենք Արարատյան դաշտավայրում, Կոտայքում ավելի թանկ են, քան Ֆրանսիայի այն գոտիներն, որտեղ ֆրանսիական հայտնի խաղողներն են արտադրվում գինու արտադրության, հա 70 ցենտ այնտեղ։ Կարող $1 լինի 1 քառակուսի մետրը, բայց մոտ արդեն 2.5 է։
այստեղ խնդիր պիտի դրվի, չգիտեմ ինչ ձևով պետք է արվի, այդ մասին լսում ենք արդեն տարիներ շարունակ, բայց հողերի խոշորացումը այլընտրանք չունի, գոնե մեր ունեցած գյուղատնտեսական նշանակության հողերի գոնե 40%-ը պիտի խոշորացված լինի, որպեսզի մեր գյուղատնտեսությունը լինի մրցունակ եւ լինի որակյալ։ Լավ, եւս մեկ հարց, ես նկատեցի, որ պարոն Փաշինյանը անցաչափած հանդիպել էր արաբական երկրների դեսպանների հետ Հայաստանում, հավանաբար խոսել նաեւ այդ մասին, կա այնտեղ ըմբռնում այդ երկրներում, որ Հայաստանից գյուղմթերք արտահանվի այնտեղ, մրցակցությունը ինչպես է։ Ես չգիտեմ, ասենք կառավարական մակարդակներում ինչպես են դրան նայում, բայց գիտեմ, որ մեծ հետաքրքրվածություն կա, որտեղ արաբական երկրներից ես գիտեմ մի քանի ներդրողներ, որոնք արդեն այգիներ ունեն Հայաստանում եւ շատերն էլ հետաքրքրվում են։ Իրանք այսպես սևեռված են իրանց մթերային բարենային անվտանգության հարցի վրա էլի ու Հայաստանը դիտարկում են որպես պոտենցիալ գործընկեր։ Իսկ ձեզ մոտավոր ինչ որ ժամկետ տարի կարող եք ասել, երբ մենք Հայաստանում կունենանք հնարավորինս արդեն տարածված երևույթ համարվող մաքուր գյուղմթերք հեռու։ Ես էլի եմ ասում, Հայաստանից արտահանվող հիմնական գյուղմթերքը, որ պետությունը գյուղերում այդ նախկին ագրոնոմ գյուղատնտես կոչվածները, որ իսկապես արտահանեն, թույլատրելի, որ շուկա կամ խանութներ չմտնի որևէ մթերք, որը վտանգավոր նյութերով կլինի, նման ծանր վերահսկողության պայմաններում գյուղատնտեսությունը եւ գյուղատնտեսական ապրանքի սպառում ժամկետների առումով ես չեմ կարող ասել, ես կարող եմ ժամկետների պահով ես կարող եմ ասել, որ 1-2 տարին բավարար կլինի հայկական որակյալ բերքը այլ շուկաներում հաստատելու տեղ գտնելու համար։ Այսինքն այս եւ միգուցե նաեւ հաջորդ տարին կարելի ասել որոշակի դժվարություններ լինելու են իհարկե։ Մեծ դժվարություններ են լինելու, չասեմ որոշակի, եւ շարունակում եք ոլորտի այդ ճանապարհները այսպես տրորվեն, հա, օրինակ, եթե նայենք կիլոմետրով, արաբական շուկան ավելի մոտ է Հայաստանին, քան ռուսական շուկան, բայց ճանապարհները այնտեղ գնացող դեռ տրորված չեն, այսպես այսինքն դուք կարող եք մի զանգով ապահովել մի կոնտեյներ, ինչ որ ապրանք Հայաստանից Ռուսաստան կամ Ռուսաստանից Հայաստան բերելու համար, բայց նույնը անել արաբական երկրների հետ կապված դեռ այդ կոմունիկացիան դեռ արաբական երկրներ որտեղ որ երկրներով պետք է անցնեն Թուրքիայով համարվում է Իրանով Թուրքիայով եւ Իրանով այսպես ասենք կենտրոնակայանը արաբական էմիրություններն են, որովհետև գյուղատնտեսական մթերքների հաբը այդ արաբական երկրների հենց գտնվում է արաբական էմիրություններում։ Լավ, եթե Թուրքիայով պետք է ինչ-որ տեղ արտահանվի գյուղմթերք, մենք նաև գյուղմթերք, մենք նման հույսեր ունենք, չկա սահմանը դեռ փակ է եւ մենք չգիտենք թե երբ է բաց լինելու, մենք կարծեք մտածում ենք առաջկայում 1-2 ամսից կարծես ոչինչ չի խանգարում, բայց սայլետեղից այդ հայտարարությունները լսում ենք, սայլետեղից չի շարժվում։ Մենք վերջերս պարզապես լսեցինք մի հայտարարություն Թուրքիայից, որ կարծ Գյումրի երկաթգիծը կարծեք թե սկսել են վերանորոգել։ Ինչ պատկերացում ունեք, տպավորություն կամ միգուցե նաև տեղեկություն, արդյոք թրիփից շուտ կարող է այն գործարկվել։ Շատ կդժվարանամ ասել, դա քաղաքական, այդ հարցը քաղաքական մակարդակում է, ընդ որում ոչ միայն Հայաստանի արտաքին, ոչ այնքան Հայաստանի արտաքին քաղաքական, այլ աշխարհ քաղաքական հարց է։ Ես հիշում եմ ժամանակներ, երբ որ ասում էին Թուրքիայի սահմանը բացելու դեպքում Թուրքիան էքսպանսիա կանի Հայաստան ամբողջի գրավի կմտնի այդ խնդիրը բայց հիմա փաստացի մենք արձանագրում ենք որ հայ-թուրքական սահմանի բացումը անհրաժեշտ է որպեսզի Հայաստանի ապրանքները հասնեն Եվրոպա եւ ինչու՞ չէ նաեւ արաբական երկրներ դա ուրախալի փաստ է այո դա ուրախալի է բայց միաժամանակ պահպանվում է այն մտահոգությունը որ իսկապես կարող է էքսպանսիա մտահոգությունը միշտ կարելի է ստեղծել ու վախենալ դրանից բայց
մենք հիմա հենց այս պահին խոսում ենք արտահանման մասին, չէ՞, ու արձանագրում ենք, որ հայ-թուրքական սահմանի փակ լինելը դրա խոչընդոտն է։ Ես ավելին ասեմ, այն պարարտանյութերը, բուժանյութերը, որ մենք ստանում ենք, պիտի ստանանք Եվրոպայից, մենք ստանում ենք այնպիսի ճանապարհներ, որ ավելի երկար ու ավելի թանկ է։ Հիմա եթե այդ ճանապարհը բաց լինի եւ այդ բուժանյութերը, այդ նույն գյուղատնտեսության համար անհրաժեշտ եվրոպական ապրանքները բերել շատ ավելի էժան կլինի ու ի վերջո կազդի նաև ինքնարժեքի նվազեցման վրա։ Թեման դուք բացեցիք, ես մի հարց եմ պարոն Գևորգյան, թուրքական հնարավոր էքսպանսիայի մասին, մեր պետությունը պետք է պատրաստ լինի եւ ինչպես պետք է պատրաստ լինի, ինչ քայլեր պետք է անի, որ այդ հնարավոր էքսպանսիային չենթարկվի, որ մենք չենք կարող ասել չի լինի։ Չի լինի եւ պետք չի պատրաստվել, ինչ պետք է անել։ Նայեք, Հայաստանի շուկան որպես սպառող այնքան փոքր է, ուղղակի էքսպանսիայի կարիք չի լինի։ Դժվար է պատկերացնել այդ ինքնաբերաբար ստացվի։ Չէ, էքսպանսիա չի լինի, հասկանում եք, ասենք մենք ինչ մեր ծիրանը թողելու ենք թուրքական ծիրանն ուտենք։ Քիչ դժվար է պատկերացնել, որովհետև թուրքական պոմիդոր ուտենք, կարող ավելի էժան լինի։ Թուրքական պոմիդորը Հայաստան արդեն չի մտնում շատ վաղուց, բայց թուրքական պոմիդորը որպեսզի հասնի Հայաստան, մի հատ մաքսային վճարում, մի հատ ճանապարհածախսանի։ Հիմա այս քաղաքական լոլիկը հիմա արդեն կա այստեղ, չէ՞, այսինքն մրցակցության ուղղակի չի դիմանա։ Այստեղ այդ վախեր արհեստական, շատ արհեստական բան է ու այն շուկայի այն ոլորտները, որտեղ մենք չունենք այսպես մրցունակ ապրանք, իրանք արդեն գրավել են, շորերի շուկան, հա, հագուստի շուկան։ Դուրս գանք փողոց, երևի, չգիտեմ, 10 հոգուց քամիսի վրա մեկը գտնենք թուրքական հագուստ։ Նախկինում դուք կհիշեք մթերքի առումով տես խնդիր չկա։ Կհիշեք նախկինում նույն այդ լոլիկի օրինակի վրա, երբ որ թուրքական հատկապես այն սեզոնին, երբ որ մենք չունեինք հողի, այսպես ասած, բանջարեղենը, թուրքական բանջարեղենը Հայաստանում խեղճացնում էր մեր արտադրողներին այն առումով, որ ավելի էժան էր եւ մեր արտադրողները խնդիր էին տեսնում, որ իրենք չեն կարողանում իրենց ու հիմա մենք դրա մասին խոսում ենք անցյալով, ճիշտ է։ Ես չգիտեմ, միգուցե նայած անցյալում ենք խոսում, որովհետեւ չկա այդ մտահոգությունը։ Մեր այս պահին գործող վերջի տարիներին այնպիսի ջերմոցներ են կառուցվել, որոնց հետ ոչ մեկ չի կարող մրցել, հավատացում եմ ձեզ, եւ ցանկության դեպքում կարող են զուտ գնային առումով ցույց տալ, թե լավ ջերմոց դա նշանակում է, որ ինքը արտադրում է որակյալ եւ ցածր ինքնարժեքով ապրանք։ Լավ, պարոն Գևորգյան, իսկ թրիպի, այսպես ասած, այդ համաձայնագրերի 1 տարին լրացավ, բայց մենք ճանապարհներին, ինչպես ասում են շատերը, տրակտորներին դեռ չենք տեսնում։ Երբ ենք անցնելու այդ գործնական փուլին, շուշացավ հայկական սովորություն կա, որ այսօր ստորագրեցինք, վաղը սկսում ենք, այդպես չի։ Թրիպը շատ մեծ ծրագիր է մասշտաբների առումով եւ իր աշխարհքաղաքական նշանակությամբ եւ այստեղ բազմաթիվ խնդիրներ կա, ես կարծում եմ, որ առաջիկա մի քանի ամիսներին էլ չենք տեսնի դեր ասած էքսկավատորների մուտքը դեպի թրիպ մենք հիմա տեսնում ենք այնտեղ ինժեներական որոշակի ուսումնասիրություններ, գեոդեզիաներ, այն ինչ որ անհրաժեշտ է մեծ շինարարության համար, շատ մեծ նախապատրաստական աշխատանք է պահանջում, նաև նախագծային արդեն բուն նախագիծը պատրաստելու համար։ Դա այնպես չի, հա, որ մենք ասում ենք լավ, այսպես արագ սիափով երկաթգիծ անցնելու 20 հատ տրակտոր ենք ուղարկում ու սկսում ենք ինչ նախագծային, ինչ լուրջ աշխատանքներ, երբ որ ճանապարհը կա, այդտեղով երկաթգիծ անցել է, այդ նույն ճանապարհով պետք է երկաթգիծը շարունակի գնալ, ոչ չեմ եղել։ Մարդիկ բարձրացնում են այդ նույնը, խնդրում եմ որ միգուցե ստանդարտները այլ, մի քիչ լայն, մի քիչ նեղ
Բայց այդտեղ անցել է, չէ, երկար։ Իհարկե անցել է թունելների մեջով, այդ թունելների կեսը ես հիշում եմ, որ երկու կողմից դարպաս էին դրել, պահեստներ էին սարքել, հա, երկաթները հանել էին, իմ այնտեղ ծառեր են աճում, այդ մի խոսքով այդտեղ ուղակի այտենց մոտավոր այն ճանապարհը կտեսնեք, թե որտեղով է անցել այդ բանը, բայց այդտեղ իրոք անցնում են թունելների մեջով, այդ թունելների Եվ այնպես չի, որ տեղանքը մեծ մանևրելու հնարավորություն է տալիս։ Հենց այդ է, որ բավականին նեղ է եւ նույն տեղանքով պետք է անցնի։ Նեղ տեղեր կան, որտեղ պիտի լայնացվեն, իսկ լայնացվել նշանակում է լեռներ պիտի պայթեցվեն, ճանապարհը մեծացվի, օրինակ հայ-ադրբեջանական սահմանը այս պահին այդ կտորում անցնում է թունելի մեջ։ Այդ հարցը ոնց ենք լուծում, չգիտենք։ Եվ մենք չգիտենք իհարկե, ինչ որ քննարկումներ կան կարծում, բայց թունելի մեջ է սահմանը։ Այսինքն պատկերացրիք ժայռի վրայով է սահմանը անցնում, ժայռի տակով թունելն է։ Այսինքն այնտեղ այնքան հարց կա, այնքան աշխատանք կա անելու։ Մենակ նախագիծը կարծիքով բավական թանկ հաճույք է լինելու։ Եվ ոչ միայն գյուղմթերքի դեպքում ունենք Ռուսաստանի հետ խնդիր, ունենք նաև երկաթգծի միգուցե ավելի լուրջ խնդիր, քան գյուղմթերքի դեպքում Ռուսաստանը հրաժարվում է կառավարումը հանձնել այլ երկրի կամ զիջել Հայաստանին։ Նրանք ասում են չենք տա, իմաստներ չենք տեսնում, որտեղ մենք ունենք պայմանագիր, ոնց ենք լուծելու մենք այդ հարցը։ Մենք պիտի այդ հարցը լուծենք հենվելով Հայաստանի շահերի վրա։ Եթե շահերը մեր պահանջում են, որ Ռուսաստանի երկաթգիծը վերցվի, այսինքն դադարեցվի կոնցեսիոն պայմանագիրը, ուրեմն պայմանագիրը պիտի դադարեցվի։ Այն հիմքով, որ քանի որ ռուսներն են կոնցեսիոն կառավարիչը, հիմքը կարող ենք իրար հետ դա մեր շահերին չի համապատասխանում կամ ինչ որ նայենք երկաթգծի հիմքերը լրիվ պատրաստ են։ Օրինակ ընդհանրապես ներդրումներ արված չեն։ Չասեմ ընդհանրապես, բայց 500 միլիոնի ներդրում են կարել, մոտավորապես 500 միլիոն դոլարի ներդրում անելու պարագայում փոքր ավել քիչ մեր երկաթգիծը կարող էր եւ չտարբերվել օրինակ վերացական երկաթգծից, բայց անխայտառակ տարբերություն է, խայտառակ ուղղակի։ Նրանք ասում են նաև ակնարկում են, որ վերադարձնելու դեպքում տարբեր թվեր են հնչում 1 միլիարդից մինչև 400-500 միլիոն։ Իրենք կարող են ասել 500 միլիարդ դոլար, դա ոչինչ չի նշանակում։ Հեյ բավական ես համոզված եմ, ես հիմա անհատական կարծիք ասեմ, հա, եթե երկաթգծում մենք իրականացնենք օպերացիոն աուդիտ, ապա պարզ կդառնա, որ Ռուսաստանը մեծ շատ մեծ խոշոր գումարապարտ։ Աուդիտի նման ինչ-որ բան արվեց առաջկա տարիներ, նախորդ տարիներին, դա քրեական գործներ, աուդիտ չէր, բայց այստեղ մենք բանախոսներ ենք ասում, ունեինք, ասում էին Լավրովը Ռուսաստանից մռնչաց եւ Հայաստանի իշխանությունները վախեցան ու փակեցին քրեական գործը։ Այստեղ վախենալու խնդիր չի, բազմամիլիոնանոց հարաշահումների մասն էր խոսքը։ Պետք չի գնալ սրման, եթե թրիփի հարց չլիներ, եթե անհրաժեշտությունը առաջացած չլիներ, ես վստահ եմ, որ կարող էինք ինչ-որ այլ լուծումներ գտնել, բայց հիմա այստեղ այնպիսի լավ իմաստով փոթորիկ է այս տարածաշրջանում ու նաև Հայաստանում, առաջին հերթին Հայաստանում, լավ իմաստով, որ այստեղ հապաղելու, հետաձգելու, չափում այսպես ծանր ու թեթև անելու արդեն ժամանակ չկա, պետք է շատ արագ գործել, նո արագ պատմական առումով չեմ ասում առավոտյան, էլի կամ այսօր երեկոյան, այստեղ ընդհանրապես պատմական առումով արագ երբ ըստ նո ասենք առաջիկա ամիսների ընթացքում այդ հարցը պետք է լուծվի, կարծում եմ, որպեսզի կարողանանք շարունակել շինարարությունը Գյումրիից դեպի սահման Թուրքիայի եւ Երասխից մինչեւ Նախիջևանի սահման։ Հայաստանը կհաղթի Ռուսաստանի կարծիքով Ռուսաստանի հետ այդ բավականին բարդ թնջուկ կոնֆլիկտը։ Հայաստանի Հանրապետության երկաթուղիները գտնվում են Հայաստանի Հանրապետության սեփականության ներքո եւ տրված են կոնցեսիայի, այսինքն վարձակալության։ Հիմա եթե վարձակալը
այդտեղ չգիտեմ փնթիա պահել, ոչ մի ներդրում չի արել, իր պարտականությունները չի կատարել, բազա որ մենք վարձակալին պիտի խնդրենք որ դուրս գա այդ։ Նույն շտապողականությամբ Հայաստանից հանրաքվե պահանջում նաև Ռուսաստանն ասում է կողմնորոշեք այդ երկաթուղու, գյուղմթերքի եւ այդ բոլոր զարգացումների թրիպի զարգացումների հետ միասին հանրաքվե պահանջում նաև Ռուսաստանն է կողմնորոշվեք մինչեւ տարվա վերջ հանրաքվեն անցկացրեք։ Եվրամիություն թե ԵԱՏՄ։ Պետք է Հայաստան անի եւ ձեր կարծիքով անելու է։ Իհարկե ոչ։ Իսկ ինչպես իհարկե չենք անելու այդ հանրաքվե։ Ինչին հանրաքվե անենք ինչ իսկ երբ որ ԵԱՏՄ-ի ենք մտնում հանրաքվե արեցինք այն ժամանակ կար մեր սահմանադրության մեջ նման պահանջ ես չգիտեմ բայց հարցը նույնն է չէ ինչ որ միության մեջ մտանք հանրաքվեով արեցինք թե մի գիշերվա մեջ սեպտեմբերի 3-ի որոշեց Սերժ Սարգսյանը որ դառնանք ԵԱՏՄ անդամ Սերժ Սարգսյանը չգիտեմ ինչ պատկերավոր ասած ատրճանակը դրեցին գլխին ստորագրը տվեցին այդ ժամանակ բա ինչ չէին ասում հանրաքվե գուցե այդ ժամանակ ասային հանրաքվե որպեսի այսպես կշիռը ԵԱՏՄ-ի այստեղ բարձր լինի Ձեր կարծիքով Հայաստանը պետք է անդամակցի Եվրամիությանը պիտի ձգտի նպատակ ես միշտ երբ որ խոսում ենք այդ հարցի շուրջ ես ասում եմ էական չի մենք կլինենք ԵՄ անդամ թե ոչ էականն է որ մենք լինենք ԵՄ ստանդարտներին համապատասխանող երկիր որտեղ ԵՄ ստանդարտները այս պահին համարում են ամենաբարձր ստանդարտները Հայաստանը ունի այդ հնարավորությունը Հայաստանի համար շատ ավելի հեշտ է համապատասխանել ԵՄ ստանդարտներին, քան Արևելյան Եվրոպայի մի քանի երկրներ, որ մինչև հիմա դες դժվարությամբ են հասնում։ Գիտեք, այդ փոքր պետությունների հմայքն է դա, կամ փոքր պետությունները կամ ամենաաղքատն են աշխարհում, կամ ամենահարուստներն են աշխարհում։ Եթե նայեք, տեսնեք, կտեսնեք, որ ամենաաղքատ երկրները, եթե չեմ սխալվում, Օկեանիայի երկրներն են, հա։ Ձեզ նաև հակադարձում են, որ ԵՄ-ն սպասում է մեզ իր Դե եմ ասում, ինքնանպատակը իմ համար գոնե ակնհայտ է, որ Հայաստանը պիտի դառնա եվրոպական ստանդարտների երկիր։ Անդամակցի, չի անդամակցի, դա արդեն երկրորդ հարցն է, դա տեխնիկական հարց է, բայց եթե դուք պատկերացրեք Հայաստանը լինի այնպիսի երկիր, ինչպիսին, ասենք հյուսիսային Եվրոպայի երկրներն են իր կառուցվածքով, ժողովրդավարությամբ, խոսքի ազատությունով, բազմաթիվ մյուս բոլոր հարցերով դրանից հետո կլինի Եվրամիության անդամ, չի լինի Եվրամիության անդամ, մի քիչ այդքան էլ դրանից հետո ասենք իմ կարծիքով հարց չի ծագի դառնա թե չէ Պարոն Գևորգյան, Ամերիկայի հետ մեր ստորագրած փաստաթղթերից մեկն էլ վերաբերում էր էներգետիկ ոլորտին ու միջուկային էներգետիկային։ Մենք արդեն հավանաբար մի քանի ամիս ունենք որոշելու համար, թե որ երկրի հետ պետք է համագործակցեն կամ որ երկիրն է կոպիտ ասած կառուցելու Հայաստանում ատոմակայանը։ Դուք ունեք տպավորություն, թե որ ուղղությամբ է գնալու այս հարցում իշխանությունները։ Ես ինֆորմացիա չունեմ, բայց ունեմ տպավորություն, կարող եմ կիսվել ձեզ հետ, որ դա Ռուսաստանը չի լինելու։ Ինչու՞։ Չի լինելու։ Դիվերսիֆիկացման, թե այլ։ Չէ, դիվերսիֆիկացման առումով չէ, էլի ստանդարտների խնդիր է։ Լավ, տեսեք, երեք մեր էներգետիկային ու ատոմակայանին վերաբերող շատ հետաքրքիր հայտարարություն է արել հարևան Ադրբեջանի նախագահ Ալիևը եւ դա բավականին զարմանալի հայտարարություն էր, որ Հայաստանը խնդիր կունենա էներգետիկ ճգնաժամ կունենա, երբ որ փակի ատոմակայանը եւ այդ ատոմակայանը մեր բավականին հինն է, արդեն վտանգավոր է մեր տարածաշրջանի համար եւ այն պետք է փակվի եւ այդ հարցում Ադրբեջանը կարող է մեզ մտակարար լինել եւ նրանց մասնագետները արդեն եղել են Հայաստանում որոշակի ուսումնասիրության աշխատանք են տարել, ինչ մասին է դա խոսքը էներգետիկ ոլորտի հետ կապված թե մոտավորապես այսպես շուները որտեղ պետք է լինեն հայտ մի խոսքով ինչի մասին է խոսքը որից նորից մենք Ադրբեջանից լսում հայտարարությունները եւ ոչ թե Հայաստանից որ նման շարժ կա հայտարարությունը եւ քաղաքական եւ տեխնիկական տնտեսական բնույթ հա քաղաքական ես հասկանում եմ քաղաքական ենթատեքստը այո քաղաքական դա բոլորս ենք հասկանում այդ երկու շատ վաղուց են երկում հա երևի վերջի 30 տարին անընդհատ
բարձրացումը այն ժամանակ բարձրացում էր Թուրքիայի կողմից հիմնականում։ Այո, հիմա մեր ընդդիմությունը կարող ասել, տեսեք, Ադրբեջանի եւ Թուրքիայի ստիպելով Հայաստանը փակում է ատոմակայանը։ Տիտղոսային ընդդիմությունը միշտ կրկնում է Ադրբեջանի եւ ունի հիմքը, որը Ադրբեջանի նախագահի հայտարարությունն է։ Ոչ, այդպես խնդիր չի կարող ցակել, ատոմակայանը գտնվում է ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության տակ, եթե ՄԱԳԱՏԷ-ն որոշի, որ դա վտանգավոր է, առաջինը մենք կիմանանք դրա մասին։ Ատոմակայանի կյանքի երկարացումը մինչև 2036 թվական արդեն այսպես կարծեմ դաբրո ստացել է ՄԱԳԱՏԷ-ի կողմից, ակնհայտ է, որ մենք կառուցում ենք մոդուլային ատոմակայան, որի վտանգավորության աստիճանը շատ ավելի ցածր է, քան այն ատոմակայանինը, որը հիմա կա, ինչ վերաբերում է սյուներին։ Հա, Ադրբեջանի, այո, որ Ադրբեջանի մասնակիցները եղել են Հայաստանում, ուսումնասիրել են դա։ Այդտեղ իմ տպավորությամբ էլի ասեմ, հա, խոսքը գնում է Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի էներգետիկ համակարգերի ներդաշնակեցմանը։ Ավելի հրաշալի բան, քան դա դժվար է պատկերացնել հենց Հայաստանի էներգետիկ ոլորտի համար, որովհետեւ կղզիացած, մեկուսացած համակարգերը միշտ ավելի ռիսկային են, միշտ ավելի թանկարժեք էլեկտրաէներգիա են արտադրում, որովհետեւ օրինակ պարզ մեր մոտ պիկերը ու վերին պիկերն ու ներքին պիկերը սպառման շատ տարբեր են ու ժամանակ ա եղել, երբ որ մենք ստիպված ենք եղել ատոմակայանի հզորությունը նվազեցնել, որտեղ այդքան սպառում չկա, ինչը տեխնիկական առումով հակառակն է եղել, ժամանակ է եղել, որ մենք ավելի թանկ ողջունելի չի, իսկ բարձր պիկերի ժամանակ մենք շատ թանկ էլեկտրաէներգիա ենք արտադրում, որ այդ մի քանի ժամը օրվա մեջ կարողանանք փակել։ Դրան փոխարինում է երկու ձևով, մեկը կուտակիչները, մյուսը հարևան երկրների հետ միասնական ներդաշնակ համակարգեր ունենալ, այսինքն հենց այն պահին, երբ որ մեր մոտ վերին պիկա մենք արտահանում ենք, երբ որ ներքին պիկա մենք ներմուծում ենք, առանց այսպես այդ անջատիչները միացնել անջատելու, դա հրաշալի։ Տեսեք, մենք անցած տարի նաև խնդիր ունեցանք այն առումով, այսինքն այդ խնդիրը հիմա էլ, եթե չեմ սխալվում, կա, բավականին արագ զարգանում է նաև արևային էլեկտրաէներգիայի արտադրությունը, բայց կառավարությունը դադարեցրեց սուբսիդավորել, որովհետև կուտակման խնդիր ունեինք։ Այդ հարցը էներգետիկ անվտանգության կարևոր խնդիր է։ Հիմա լուծվել է, լուծվում է։ Հա, դա էլ է շատ հետաքրքիր, որովհետև այն չափանիշները, որ մենք պիտի հասնեինք 30 թվականին, հասանք արդեն կարծեմ 24 թվականի վերջին։ Լավ չի։ Շատ լավ է, բայց դրա հետ մեկտեղ պիտի վերափոխվեր նաև ցանցի կառուցվածքը, որ կարողանար սպառել այդ կար։ Այսինքն կար մի ուղղություն, որ պիտի լինի 1000 մեգավատ, կար մի ուղղություն, որ այսինչ բարձրավորները պիտի սարքվեին եւ այլն եւ այլն։ Այս սպառողները պիտի ավելանային, այս սպառողները նվազեին։ Հիմա արևայինը շատ արագ աճեց ու մնացած համակարգերը դեռ չեն հասցնում իր հետևից, կհասցնեն նորից այդ արևայինի սահմանափակումները կհանվեն, բայց եթե մենք ինտեգրվենք մեր հարևանների հետ, գոնե Վրաստանի հետ ու Իրանի հետ, դաշտը կլայնանա։ Ինչքան ժամանակ կբահերանեկարի մասին եք խոսում, թե կուտակիչները, թե այդ ինտեգրվելը։ Նայեք, այստեղ ժամանակի առումով մի քիչ դժվար է ասել, ել եմ ասում, երբ որ պլանավորվում էր արևայինները եւ կառավարությունը օգնում էր արևայիններին, հա, մի քանի տարվա մեջ այդ արագությունը ապահովեց ու այդ ամեն ինչը կառուցվեց։ Հիմա եթե ես ասեմ, որ
չգիտեմ 20 տարի է պետք որպեսզի այդ ինտեգրումը լինի, կարող է 2 տարի։ Տեսեք, էներգետիկայի դեպքում տնտեսությունից ենք չէ զրուցում, միգուցե կառավարությունն էլ, միգուցե գործարարներն էլ իրենք էլ չեն պատկերացնի, որ բավականին արագ կզարգանա այդ արևային էներգետիկայի ոլորտը։ Այ տնտեսությունը պլանավորելիս մեր կառավարությունը դուք երբեմն քննարկումներ եք ունեցել, падգամավոր եք եղել եւ այլն, ունի պատկերացում, թե մեր ժողովուրդը պատմականորեն կամ միգուցե գենետիկորեն տնտեսական որ ոլորտում է իրեն կարողանում ավելի լավ դրսևորել, որ տնտեսության ու երկրի զարգացումը հենց այդ ոլորտի վրա կենտրոնացնի, որ արհեստականորեն ինչ որ ներմուծումներ չանեն, ինչ եթե դա դրսում զարգացած է կամ ժամանակի շունչ է։ Ես միշտ էլի մի քանի արտադրությունում ասել եմ, որ ես ուղղակի հիացած եմ մեր բիզնեսի արագ արձագանքման կարողություններով, հա, ու օրինակը բերում եմ 20 թվականը, երբ որ Համաշխարհային բանկը Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսում էին Հայաստանի համար տնտեսական անկում, կարծեմ թե 0-ին մոտ աճ, բայց ունեցանք 7-8%, եթե չեմ սխալվում, տնտեսական աճ COVID-ի հետ կապված, հա։ Մեր գործարանները այնքան արագ են արձագանքում այդ ամեն ինչին, որ ուղղակի հիանալ կարելի է։ Նույնը արևայինի դեպքում ամբողջ աշխարհում դեռ այդքան չգիտեին արևայինը ոնց ինչ երբեմ մեր գործարաններն արդեն հեկտարներով կայաններ էին կառուցում այնպես որ այստեղ ու այդ արհեստական բանը որ պետությունը պիտի որոշի տնտեսության որ ոլորտը պիտի զարգանա դա բան չի հեռանկար չունի դա կառավարությունը կարող է որոշել թե կոնկրետ որ ճյուղը անհրաժեշտ է եւ այդ մի ճյուղին սկսի աջակցել, բայց մնացած ընդհանուր տնտեսության մեջ որոշի բիզնեսը։ Ու ես էլի ասեմ, որ դուք ասացիք ինչպես գործարարները կամ ինչպես է պլանավորվում, ոնց է լինում, ասենք ամենամեծ իրադարձությունը վերջի մի քանի շաբաթներին, որի մասին այնքան չի խոսում, ինչքան արժան է, ինչքան որ պետք էր խոսալ դրա մասին, այո, դա արհեստական ինտելեկտի այդ գործարաններն են, նայեք, երբ որ 18 թվականին վարչապետը մեկնեց Միացյալ Նահանգներ, այնտեղ հանդիպեց Լեբերեջյանի հետ, Nvidia-ի, այսինքն 18 թվականին արդեն այդ սերմը գցվել էր, որ այսօր այդ Nvidia-ն լիներ, հասկանում եք, դա պատահական չի եղել, այնպես չի, որ մի օր արթնացան, ասեցին, դե բերեք գնանք Հայաստանում կառուցենք մեծ հիմնարկություն, որով Հայաստանը կմտնի աշխարհի 5 խոշորների մեջ, այդպիսի բան չի լինում ուղղակի, եթե մանրամասն պատրաստված չի լինում դա։ Ոչ հրապարակային։ Պարոն Գևորգյան, տեսեք, գյուղ ոլորտի մասին խնդիրներին մենք վաղուց էինք ծանոթ, որ Ռուսաստանը միշտ չէր ընդունում, երբեմն ընդունում էր պայմանավորված քաղաքական կամ այլ նկատառումներով տարիներ շարունակ, նաև նախորդ իշխանությունների ժամանակ այդ խնդիրը, բայց ոչ այս մակարդակի կամ այս մասշտաբների, բայց մենք ամեն դեպքում պատրաստ չեղանք, մեր գյուղ ոլորտը, մեր իշխանությունները պատրաստ չեղան դիմակայելու դրան եւ ոլորտ հայտնվեց ճգնաժամի մեջ այսօր, մի քանի տարի հետո ոտքի կկանգնի թե չէ, դա մենք կդիտարկենք իհարկե։ Հիմա մենք նույն խնդիրը ունենք Ռուսաստանի դեպքում Հայաստանին էներգետիկ ոլորտում, ատոմակայանն է իր հերթին, գազ կա, ռուսները կարող են եթե ատոմակայանների դեպքում մենք կարող ենք ինքնուրույն ինչ որ հարցեր շատ ավելի ինքնուրույն գործել, գազի հարցում այդքան էլ հավանաբար չէ, որովհետև ընկերությունը պատկանում է խողովակներ, ամեն ինչը պատկանում են Ռուսաստանին։ Մենք կարճ կներեք, դա կտրեմ ձեզ, կա ռուսական գազ, կա Գազպրոմ Արմենիա, չկա ռուսական գազ, չկա Գազպրոմ Արմենիա։ Ժամերի խնդիր է լինելու լիցենզիայի զրկումը ամբողջ ունեցվածքը անցնում Հայաստանին։ Դա չի քննարկվում։ Իմ կարծիքով դա բնականաբար չի կարող քննարկվել։ Չէ, գազ կլինի, բայց բարձր գնով կլինի։ Դե բարձր գնով կլինի, ուրեմն մարժանքի չած։ Իրանք ասում են մի քանի անգամ Պուտինը ասում է։ Դե մենք տեսնենք, եթե դա այնքան է, որ այդ նույն գնով վաճառվում է, ասենք, չգիտեմ, վաճառվում էր Եվրոպային, հիմա էլ ինչ որ զարտոկի ճանապարհներով են վաճառվում, այլ Գազպրոմ Արմենիայի իմաստը որն է։
Գազպրոմ Արմենիա իմաստը այն էր, որ Գազպրոմ Արմենիա ռուսական ընկերության իմաստը, բովանդակությունը այն էր, որպեսզի Հայաստանը ստանար էժան գազ եւ դրա բաշխումն իրականացնել ռուսական ընկերություն։ Եթե մենք ստանում ենք թանկ գազ, ռուսական բաշխողի անհրաժեշտությունը ո՞րն է, կամ գոյության իմաստը ո՞րն է։ Իսկ որտեղից ենք ստանալու։ Չգիտեմ, դա կառավարության։ Վերջերս մեր տարածքային կառավարման նախարարը Իրանում էր եւ այնտեղ խոսքը գնաց, չէ, Իրանից ավելացնել գազի մատակարարումը։ Այստեղ Իրանը, միայն Իրանը չի կարող ծածկել այդ, որտեղ 2.2 միլիարդ մենք ստանում ենք Ռուսաստանից, 400 կամ 350 միլիոն ստանում ենք Իրանից։ Բայց այստեղ կան ինչ-որ լուծումներ, կարծում եմ, որ սխեմաներ կան, որ հիմա քննարկվում են, այնպես չի, որ այդ ամեն ինչը հրապարակային է լինելու, ու տեսեք, էլի ասում եք, էլի մի բանի վրա ուշադրություն դարձնենք, հա, եթե խոսեցինք էներգետիկայի մասին, մեր եւ Ռուսաստանի էներգետիկ նպատակները, էներգետիկ աշխարհայացքները 180 աշճանով իրարից տարբերվում են։ 17 թվականին Պուտինի ստորագրությամբ ընդունվել է Ռուսաստանի տնտեսական անվտանգության ռազմավարությունը, որտեղ սևով սպիտակի վրա գրված է, որ աշխարհում այլընտրանքային էներգետիկայի զարգացումը սպառնալիք է Ռուսաստանի տնտեսությանը։ Այսինքն, եթե մենք մեր մոտ արևային ենք դնում, դա սպառնում է Ռուսաստանի անվտանգությանը։ Ու եթե նայենք վիճակագրությունը, թե որքան արևային կար մինչև 18 թվականը, որտեղ ոնց 2 տարվա մեջ մենք մի քանի տարվա մեջ եկանք լրացրեցինք մեր նույնիսկ մեր պլանավորածը, կտեսնենք թե ինչու մինչև այդ Հայաստանում արևային էներգետիկան չէր զարգանում։ Եվ վերջին հարցը, պարոն Գևորգյան, ներսում էլ որոշակի խնդիրներ, քրեական գործեր եւ այլն, դուք հետևում եք Գագիկ Ծառուկյանի շուրջ ընթացող իրադարձություններին, նրա նկատմամբ տնտեսական ոլորտին, չարաշահումներին վերաբերող մի շարք մեղադրանքներ կան, ինքը կանոնավորված է եւ պետական կառավարման է անցել նրա 3 խոշոր ընկերություններ՝ Արարատցեմենտը, սպորտային համալիրը Multi Wellness-ը, որ արդեն անունը փոխվել է, եւ Երևանի գինու ուղու կոնյակի կոմբինատը։ Նրանք ասում են, որ մենք դիմելու ենք, որ սա պետական ռակետ են համարում եւ ասում են, որ կդիմենք միջազգային ատյաններ, դատական ատյաններ, արդյոք եւ դա կարող է մեր ներդրումային միջավայրի վրա բավականին վատ անդրադառնալ։ Արդյոք իսկապես խնդիրներ չեն եւ հենց կարճ պատասխան թող դիմեն, անպայման թող դիմեն, տեսնենք այնտեղ ինչ պատասխան կտան, շատ հետաքրքիր կլինի դա։ Ու ես կռահում եմ ինչ պատասխան կլինի դրա համար, իսկ ինչ վերաբերում է ներդրումային մթնոլորտին, ուրեմն պետության կողմից ապօրինի վերցրած գույքի վերադարձը ես կարծում եմ ավելի շատ օգնում է ներդրումային իրավիճակին, քան խաթարում։ Ապօրինի է վերցվել այդ գույքը պետության կողմից։ Դե արդեն իրավաբանները կասեն, բայց կարծում եմ ես եւ դուք հիշում ենք ինչ պայմաններում էին իրենք ձեռք բերում։ Ես հիշում եմ, պարզապես ես զարմանում եմ այդ դեպքում ինչու 8 տարի այդ ուղղությամբ առանձնապես քայլեր չարվեցին եւ ինչու հիմա արվեցին, երբ որ Ծառուկյանը որոշեց մասնակցի ընտրություններին։ Դե չեմ կարող ասել այդ գործերը երբանից են հարուցած, ինչքան ինձ է հայտնի, դրանք շատ վաղուց կար։ Այսպես ասած քնեցված վիճակներում, երբ որ մեծ գործեր են, կարծում եմ իրավապահների, իրավապահ համակարգում էլ մինչև վերջերս ամեն ինչ կարգին չէր, այնպես որ այստեղ կարող է այդպեսի խնդիրներ լինի։ Հիմա նույնպես։ Բայց այդ հարցը կարծում եմ հենց իրավապահներին կարելի է տալ, թե ինչի 8 տարի չի եղել։ Հա, վարչապետն էլ է նման հարց բարձրացնում, բայց մենք էլ այդ սպասելիքները ունենք իշխանություններից։ Դե հիշենք ով էր Հայաստանի։ Դիտարկում ենք իրավապահ համակարգը դատախազը մինչև Աննա Գրիգորյանը ով էր ոստիկանապետը, ով էր ազգային անվտանգության ծառայության ղեկավարը նախկինում, հա, իհարկե, բայց թե եւ աշխատում էին ձեր իշխանությունների վերահսկողության ներքո։
Ձեր նկատի ունեմ այժմ տեխնիկապես այո, բայց հետո բացահայտվեց, պարզվեց, որ թե ում վրա էին աշխատում, ինչ նպատակներով էին աշխատում ու հիմա որտեղ են այդ մարդիկ։ Շնորհակալություն, Վարոս Գևորգյան։ Մեր հեռուստադիտողներին հիշեցնեմ, որ Ամիկ Պլյուսի տաղավարում էր քաղաքական, տնտեսական նաև ավելի շուտ մեկնաբան Հայկ Գևորգյանը։